Բարև հարգելի հեռուստադիտող, Մեդինֆորում հաղորդաշարն է եթերում, այսօր հեռուստաէկրանների մոտ եմ հրավիրում հատկապես կանանց եւ աղջիկներին, քանի որ զրուցելու ենք ժամանակակից կոսմետոլոգիայի, էսթետիկ գեղեցկության առումով ամենաարդիական, ամենահետաքրքիր թեմայի մասին, դա պերմանենտ մեյքափն է կամ փոշեդրումը հոնքերի եւ դեմքի այլ հատվածների համար, ինչ է դրա համար անհրաժեշտ, ինչպիսի արդյունք կարելի է ակնկալել, այս ամենի մասին սիրով զրուցելու եմ հրավիրել մեյքափ արտիստ, պերմանենտի մասնագետ Նունե Զորօղլյանին։ Բարև ձեզ Նունե։ Բարև ձեզ Նելիջան։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Իսկապես դիմագծերը, դեմքի արտահայտությունը կտրուկ փոխվում է հոնքերի մի փոքր փոշեդրման ենթարկելուց հետո եւ դեմքը ասես ավելի թարմանում է, երիտասարդանում է, մի խոսքով դառնում է ավելի ժամանակին համահունչ։ Շատերին է հետաքրքիր, այն նմանեցնում են տատուաժի հետ, որը ամբողջ կյանքում կարող է պահպանվել, գույնը փոխել եւ գնալով իհարկե ստանալ ոչ էսթետես, բայց պերմանենտ այս առումով շատ է տարբերվում, այո, տատուաժից։ Նախընտրեմ ներկայացրեք ինչ է այն իրենից ներկայացնում, հետո այլ մանրամասներից խոսենք։ Ինչ է պերմանենտը։ Պերմանենտը մնայուն դիմահարդարման ժամանակակից մի տեսակ է, որը հնարավորություն է տալիս կնոջը ել ավելի ընդգծել բնական գեղեցկությունը։ Ընդգծում ենք հոնքերը, կոպերը եւ շուրթերը։ Հոնքերի պարագայում նախ պետք պերմանենտը նրա համար չի, որ մենք ստեղծենք նոր դեմք, ունենանք մեյքափի էֆեկտ, պերմանենտը նրա համար է, որ մենք նուրբ, գրագետ, գրեթե աննկատ ընդգծենք դիմագծերը եւ տանք կնոջը ինքնավստահություն։ Խոսենք հոնքերի պերմանենտից, նախ ասեմ, որ բնությունը ոչ բոլոր կանանց է հնարավորություն տվել ունենալ սիմետրիկ հոնքեր եւ պերմանենտը ճիշտ որոշում է ուղղել այդ բացը եւ պերմանենտի օգնությամբ լրացնում ենք հոնքերի նոսրությունը, տալիս ենք հագեցած տեսք, իսկ կոպերի պերմանենտը ասեմ ձեզ բավականին լուծում է զբաղված կանանց ժամանակի խնդիրը։ Կոպերի պերմանենտը նաև շատ հարմար է նոսր թարթիչներ ունեցող կանանց համար, միջթարթիչային միջամտությունն ենք անում այս պարագայում։ Ցավոտ է այդ գործընթացը։ Գիտեք ոնց մի փոքր տհաճ լինում է, բայց ցավազրկման մեթոդները, քանի որ շատ լավն են, գործը հասցնում ենք իր տրամաբանական ավարտին։ Շուրթերի պերմանենտի ժամանակ լուծվում է բաց անգույն շուրթերի խնդիրը։ Այսինքն պերմանենտը նրա համար չի, որ մենք ունենանք դիմահարդարված տեսք, պերմանենտը նրա համար է, որ կինը ունենա գեղեցիկ, թեթև ընդգծված, երանգավորված դեմք։ Շուրթերի գունային երանգ հաղորդել, այո, շատ կանայք պատկերացնում են շրթներկի էֆեկտ ստանալ, բայց պատկերացրեք, քանի որ սա մնայուն, երկարաժամկետ պահպանվող միջամտություն է, ցանկալի է լինի շատ նուրբ, քանի որ գրեթե չի անցնում, կարող է նոսրանա, երանգը թուլանա, բայց գրեթե չի անցնում երանգը, ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ։ Դա պահպանվում է ամբողջ կյանքի ընթացքում, թե հարկ է շտկել նորից։ Կորեկցիայով հնարավոր է, որ ինքը ավելի մուգ լինի, բայց մեկ պրոցեդուրան շատ արտահայտիչ չի լինում։ Այսինքն բնականին շատ մոտ է, այո, եւ ասես հենց իր շուրթն է այդքան վառվում։ Երանգները շատ են ընտրելու հնարավորություններ, հաճախորդները։ Այո, ընտրելու հնարավորությունները բավականին շատ են։ Այս պարագայում նայում ենք հաճախորդի մաշկի գույնին, տեսակին, յուղայնությանը, ամեն ինչ կապ ունի։ Հաճախորդի ճաշակին, այո, շատ կարեւոր է, բայց պետք չի ստանդարտներից դուրս գալ։ Այո, նույնը շատ հաճախ խոսում են այն մասին, որ շուրթերի պերմանենտ մեյքափ կատարելուց հետո հնարավոր է շատ մեծ վերքեր, ընդհանուր մինչև խոսում են հերպեսային, այսպես խնդրի հիվանդության առաջացման մասին, եթե դա այդպես է, ապա ինչու։ Ուրեմն, քանի որ աղջիկների մեծ մասի մոտ կա վիրուսային հերպես, եթե օրգանիզմը ունի այդ հակումը, անխուսափելի է, սակայն պրոցեդուրայից առաջ պետք է հաճախորդի հետ խորհրդակցել հակավիրուսային, հակահերպեսային միջոցներ նշանակել, որպեսզի խուսափենք, նույնիսկ եթե հերպես լինի, մի փոքր ավելի մեղմ տանել, այո։ Այսինքն նախապես դեղորայք է նշանակվում, այո, հակավիրուսային, այո։ Շատ լավ, մի խոսքով դա իսկապես թյուր կարծիք չէր, պատահում են դեպքեր։ Այո։
Ինչ կասեք աչքերի պերմանենտ մեյքափի մասին, սա ինչ հետևանքներ ունի, մենք խոսենք նախ բացասականի մասին, մարդը ինչի կարող է հանդիպել։ Ուրեմն աչքերի պերմանենտից խոսենք, եթե արվում է չափի մեջ, բացարձակ չի հոգնեցնում, լինում է աչքին շատ հաճելի, ասեցի, շատ զբաղված կանանց շատ ժամանակի խնդրի լուծում է տալիս, առավոտյան արթնանում են շպարված, ինչը բոլոր կանանց երազանքն է։ Եթե ինքը մի փոքր այտուց է տալիս, կարծես լինեն լացած, ոնց որ լացած տեսքով, հաջորդ օրը այդ պահին միգուցե այտուց չլինի, բայց հաջորդ օրը լինում է այտուց, ապակինումը տալիս է մի փոքր թեփանման շերտ, սակայն եթե պահպանենք, կանոնները, այո, ոչ մի խնդիր չեմ տեսնում լինի։ Խոսքը կոպի վերևի հատվածի, ասես մատիտով նշված այդ տեսակի մասին է։ Դուք նշեցիք նաև հոնքերի մեջ կատարվող թարթիչների միջամտությունը, որը շատ աննկատ, գրեթե աննկատ միջամտություն է, դա նույնիսկ դիմացի մարդը կարող է չնկատել, բայց բավականին խտություն է տալիս թարթիչները։ Իսկ ցավոտ է այդ process-ը, քանի որ շատ նուրբաթված են գրքում։ Պրոցեդուրան շատ նուրբաթված է, բայց պատկերացրեք հաճախորդները չեն դժգոհում, նույնիսկ հաճախորդ եմ ունեցել պրոցեդուրայի պահին քնելը։ Հնարավոր է աչքերի հետ կապված այդ թանաքի եւ աչքերի հպումից որևէ խնդիր առաջանա, տեսողության հետ կապված եւ այլն։ Տեսողության հետ կապված այդքան խնդիրներ չեն առաջանում, ինչքան պրոցեդուրայի պահին պետք է շատ զգուշ մոտենալ կոպին, քանի որ նյութը կարող է ներծծվել կոպի մազանոթների միջով եւ տարածվել ամբողջ կոպով մեկ։ Եվ ինչ կլինի այս դեպքում։ Անդառնալի Այսինքն վտանգով պետք է շատ ճիշտ մասնագետ ընտրել։ Հա, շատ կարևոր է։ Այստեղ մասնագետի գործոնն է կարևոր, թե պատահականության։ Երկուսն էլ, հա։ Միգուցե հաճախորդ այդ պահին շարժում կատարի ու նյութը լցվի կոպի մեջ, միգուցե մասնագետը մի փոքր խորը, հա, բայց երեք պրոցեդուրանը շատ պետք է կատարվի մակերեսային ճիշտ շերտի վրա, որպեսզի չենթարկվի ոչ գունափոխության, ոչ ունենա տատուի էֆեկտ։ Բայց դա տեսողության հետ այնուամենայնիվ որևէ առնչություն չի ունենա։ Պարզապես աչքի գունային երանգափոխություն, այո, կունենանք։ Շատ լավ, խոսեցինք եւ շուրթերի եւ աչքերի շրջանում կատարվող, հիմա խոսենք հոնքերի շրջանում կատարվող, այլ շատերը փոշեդրումը չեն նախընտրում տատուաժից այն պատճառով, որ այն կարճ է տևում։ Ըստ իս դա առավելություն է, որովհետև միգուցե հոգնում ես այդ վիճակից եւ միգուցե գունային փոփոխության ես ուզում ենթարկել, լավ է, որ այն շուտ է անցնում։ Միջինում որքան է պահպանվում կոնկրետ ձեր կատարած փոշեդրումը։ Ունեցել եմ դեպքեր, որ 4 տարի եւ ավել առանց կորեկցիա, չէ, 2 անգամ պրոցեդուրան անցնելուց հետո կարիքը չենք տեսնում։ Ունեցել ենք դեպքեր, որ անընդհատ տարին մեկ թարմացման կարիք են զգում, որը շատ կախված է հաճախորդի մաշկի տեսակից, յուղայնությունից, ունի հակացություններ, հա, շատ լողավ, նայեք, հակացությունները, այսպես ասեմ, որ պրոցեդուրան չի կարելի կատարել, շաքարային դիաբետ, արյան հիվանդություններ, օնկոլոգիական հիվանդություններ, ինչ-որ բուժման պրոցեսի մեջ գտնվող, հա, ընթացքում, հղիություն, կրծքով կերակրում, սակայն այդ հակացությունները մի փոքր վիճելի են, այսինքն լինում են դեպքեր, երբ որ շաքարի մակարդակը արյան մեջ նորմայի սահմաններում է եւ վերքերը, քերծվածքները շուտ են լավանում, ոչ մի խնդիր չեմ տեսնում, քանի որ պրոցեդուրան շատ մակերեսային շերտի վրա եւ անվնաս է։ Կրծքով կերակրող կանանց խորհուրդ է տրվում, եթե բալիկը 4-5 ամսեկան է արդեն, էլի հնարավոր է, այո։ Իսկ հղիության դեպքում եղել են դեպքեր, երբ որ բժշկի ցուցումով, հա, ուզել են պրոցեդուրը անցկացնել, մենք չենք հրաժարվում։ Ուղղակի մի փոքր հղիություն երևի անհատական է այստեղ, այո։ Եվ անդրադառնանք կրկին նախորդ հարցին, այ պահպանման առումով դուք նշեցիք, որ կախված անձի մաշկի տեսակից, ինչպես նաև երևի թե ավելացնենք կենսակերպը, վարած կյանքը, այո։ Այ ինչ գործոններ են։ Շատ հակային արևայրուկները, հա, որովհետև չէ որ տատուաժը հեռացում է լազերային միջամտությամբ, նույն ձևով ոնց որ ճառագայթ ենք տալիս, հա, հոնքերին արևայրուքի ժամանակ, այսինքն պետք է օգտագործել արևապաշտպան, պարտադիր,
Պահպանման ժամանակը ներողություն հոնքերի վրա, այո, պետք է օգտագործել։ Ցանկալի է, եթե դուրս ենք գալիս լողավազանից եւ այլն, մենք միշտ շրջանցում ենք այդ հատվածը, փաստորեն դա է պետք է։ Ցանկալի է, այո, պահպանելու համար պահպանելությունը 1.5-ից 2 տարի, հա, պահպանվում է եւ ավել կախված հաճախորդի ճաշակից, թե քանի անգամ կգնա կորեկցիայի։ Իսկ հաճախակի սաունաներից օգտվելը, լողավազանից օգտվելը, այն ինչը կարող է քրտնի արտադրություն առաջացնել կամ մարզասրահում գտնվելը, սրանք կարող են ավելի շուտ անցկացնել այդ նյութերը։ Էլի կասեմ, որ կախված է մաշկի տեսակից, հա, այո, մաշկի տեսակը շատ կարևոր է մեր պրոցեդուրայի պահպանելիության համար, բայց ամեն դեպքում ինքը մի փոքր կբացվի։ Տարիների ընթացքում չթարմացնելու արդյունքում ինքը բացվում, բայց չի անհետանում։ Շատ լավ, եղել են դեպքեր, երբ հաճախորդը ցանկացել է այն, ինչը այնքան էլ ճաշակով չէ, կամ դուք տեսել եք որպես մասնագետ, որ դա նրա դեմքին չի սազի, այս դեպքում, եթե խնդիրը անդառնալի է, ինչ լուծում եք տալիս, կամ ինչպես եք այդ իրավիճակում։ Հա, եղել են դեպքեր, երբ հաճախորդները ստանդարտից դուրս, օրինակ կոպերի պարագայում, երբ որ շարժուն կոպից դեպի անցում անշարժ կոպ մի փոքր երկար պատկերացում են կազմել, հա, պրոցեդուրան, ես ասել եմ, որ քանի որ մաշկը ունի թուլանալու հատկություն, հա, ու սա չմաքրվող պրոցեդուրա է, պետք է անել չափի մեջ։ Մենք եկել ենք ընդհանուր հայտարարի, որ դուք ամբողջ կյանքում պետք է ապրեք, հա, այդ հայացքով։ Եվ հիմնականում հաճախորդները լսել են խորհուրդը։ Այո, հրաշալի է։ Եվ վերջին հարցս, հիմա թևակողել են գարունը, բայց հետաքրքիր է որքանով է այն ճիշտ այսպիսի պրոցեդուրաներ կատարելու համար, եթե այո, հրաշալի է, եթե ոչ, ապա տարվա որ եղանակն է ամենահարմարը տատուաժներ, փոշեդրումներ կատարելու համար։ Պատկերացրեք, որպես այդպիսին ոչ մի տարվա եղանակ ինքը իր հակացությունները չունի։ Պարզապես հաճախորդը պետք է ճիշտ տեղեկացված լինի, ինչպես խնամել, հա, այդ ինֆորմացիան շատ կարևոր է, թե ինչպես կմատուցենք, ինքը ինչպես կխնամի, հա, խնամքն էլ է շատ կարևոր։ Իսկ նախ քանի որ գարուն է, արդից օգտվեմ, շնորհավոր եմ բոլոր կանանց եւ աղջիկների միամսյակը, այսպես ասեմ, գարունը քանի որ զարթոնքի նոր կյանքի սկիզբ է եւ ինչպես որ բնությունն է ծաղկում, այնպես էլ աղջիկները պետք է հնարավորություն տան իրենց ծաղկելու, գեղեցկանալու, ինքնավստահ զգալու, ինքնավստահությունը գալիս է թե ներքին, թե արտաքին գեղեցկությունից եւ անկախ տարիքից բոլոր կանայք պետք է գնահատեն իրենց առանձնահատկությունները, որպեսզի կարողանան լինել առողջ եւ երջանիկ։ Շնորհակալ եմ շատ հետաքրքիր, շատ ինֆորմատիվ զրույցի համար, վստահ եմ նրանք, ովքեր պետք է գնան այս քայլին, այն բոլոր հարցերը, որ իրենց հետաքրքիր է, ստացան հենց հիմա ձեզանից։ Ես էլ ձեր տոնն եմ փոխադարձաբար շնորհավորում անուն բոլոր մեր կանանց, բոլոր մեր աղջիկների, ինչպես դուք նրանց շնորհավորեցիք, եւ մաղթում եմ, որ ձեր բոլոր գեղեցկացրած կանայք լինեն նույնքան երջանիկ։ Շնորհակալ եմ շատ։ Հարգելի հեռուստադիտող, Մեդինֆորմներ եթերում այսօր մենք ներկայացրեցինք գեղեցկության շատ արդիական մի մեթոդի, հոնքերի փոշեդրման, տատուաժի տարբեր դեմքի հատվածներում կատարելու մանրամասները, հարցերը, եթե դուք էլ պատրաստվում եք այդ քայլին գնալ, անպայման այս հարցերը ձեզ կհետաքրքրեն։ Եղեք տեղեկացված հետևելով Մեդինֆորմի բոլոր թողարկումներին, իսկ մենք կհանդիպենք։